Բարի երեկո, դուք դիտում եք Կիրակ Նուրիա հորիզոնը։ Անցած շաբաթ նկատվել է ադրբեջանական զինուժի որոշակի ակտիվություն հայկական երկու պետությունների սահմաններին։ Նման դեպքերում մեր կողմից սխալ կլիներ երկու ծայրահեղությունների մեջ ընկնելը, թե անհիմն տագնապ հնչեցնելը եւ թե հակառակորդի գործողություններին ոչ մի նշանակություն չտալը։ Հատկապես երկրորդ ծայրահեղության վերաբերյալ կարելի է հիշել հայտնի եւ համընդհանուր օրինաչափությունը։ Եթե դու մի պահ կանգնում ես, դա նշանակում է, որ դու հետ ես գնում։ Բարեբախտաբար, մեր զինված ուժերում եւ մեր հասարակությունում նման տրամադրություններ չկան։ Ադեկվատ միջոցները ձեռնարկվում են ամեն օր եւ ամեն ժամ։ Քիչ հավանական է, որ տեսանելի ապագայում Ադրբեջանի ղեկավարությունը դիմի արկածախնդրության, բայց եթե դա Աստված մի արասե տեղի ունենա, մեր պատասխանը կլինի կործանարար այդ երկրի համար։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանում հանգիստ է ընկալվում հարևանների կողմից սպառնալու հերթական փորձը։ Որը կլերանա 19-րդ տարին, երբ հրադադարի եռակողմ համաձայնագիր ստորագրվեց։ Հայկական կողմի լիակատար հաղթանակը Ադրբեջանին այլ ելք չէր թողել։ Հիմա գուցե երևանյան խաղաղությունը խլացնում է իրականում դեռ չլռած փողերի արձակած կրակոցը, բայց բավական է հեռանալ այդ խաղաղությունից եւ միանգամից պարզ է դառնում, որ իրական պատերազմը դեռ շարունակվում է։ Չինարիում այդ մասին ամենից լավ գիտեն։ Սեփական մաշկի վրա են զգում։ Սահմանի բերանին ծվարած այս գյուղում կրակոցներ լսվում են շաբաթական մի քանի անգամ։ Մարդիկ սովորել են։ Իզուր չէ, որ կատակում են, թե անսովորը կրակոցների բացակայությունն է։ Քուճապի չեն մատնվում, միայն թաքնվում են նկուղներում ու ապաստարաններում, ապա կյանքը նորից իր հունին է վերադառնում։ Այս մարդկանց համար սովորական դարձած յուրաքանչյուր կրակոցի մասին լուրը երևանյան խաղաղության մեջ ամպրոպի է նմանվում։ Բայց այս անգամ անհանգստությունը ավելի մեծ եղավ։ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հակառակորդը զինտեխնիկա եւ ստորաբաժանումներ է կուտակում։ Մշտակպես շարժ կա։ Այս տարի ուղղակի առողջության, որ ավելի մոտիկ եկան, քան թե սովորական ժամանակ էր դա կատարվում։ Եթե ամեն տարի իրանք պահպանում են 5-ից 10 կիլոմետր հատված, այս տարի եկել են 1-ից 5 կիլոմետր հատվածի վրա տվյալ միջոցառումներ իրականացնում էին։ Դրանում կա նաև ռազմական բաղադրիչը հակառակորդի գործողությունների մեջ, քանի որ օրերը տաքանում են, որոշակի բուսականությունը աճում եւ այլն, շատ ավելի հեշտ է փորձել որոշակի դիվերսիոն գործողություններ, դիպուկահարային աշխատանքը փորձել հեշտությամբ կազմակերպել։ Այդ պատճառով է, որ մենք կանխավ նշեցինք, որ մենք տեսնում ենք հակառակորդի բոլոր անելիքները, պլանները եւ արված աշխատանքը եւ հաստատ հասցնելու ենք շեշտակի հարված։ Նման շարժ նկատվեց սահմանի 3-ից 4 հատվածներում։ Այդպիսի պահվածքը Արտակ Դավթյանը կապում է հիմնականում այն զորավարժությունների հետ, որոնք ակտիվորեն անցկացնում է Ադրբեջանը։ Զորավարժություններից բացի Ադրբեջանը նաև այլ կերպ է ցանկանում ցուցադրել իր ուժը։ Թերևս պատահական չէ, որ դա տեղի է ունենում թե Հայաստանում, թե Ադրբեջանում սկսվող զորակոչի շրջանում։ Կար ակտիվություն տեխնիկայի հետ կապված եւ ազդակազմի շարժի հետ կապված, այս վերջի շրջանում դա մի քիչ արդեն քիչ է երևում։ Իրենք էլ հասկացան, որ դա անիմաստ է վախացնելը կամ ցույց տալը, ոչ մի խուճապ չեղավ, ոչ մի ավելնորդ միջոցառումներ մեր կողմից չիրականացվեցին, այսինքն մենք ցույց տվեցինք, որ դա մեզ համար ոչ մի վտանգ չի ներկայացնում եւ մենք հանգիստ ամուր կանգնած ենք մեր տեղում եւ պատրաստ ենք ցանկացած գործողություններին։ Սա պատերազմի նախաշեմ չի եւ մոտ չի նույնիսկ պատերազմի, սա պատերազմական ընդհանրապես պատերազմի հետ որևէ մի կապ չունի, սակայն սա հերթական փորձն է Ադրբեջանի կողմից լարվածություն ստեղծի սահմանում, թե ժողովրդի բերանի մեջ, թե ուղղակի կրակոցների միջոցով եւ այլն, եւ հերթական անգամ փորձի ապացույցի ճաշիտներում այդ բառը աշխարհին իբրև իր պատերազմը կամ իր ընդհարումները Ադրբեջանի Հայաստանի հետ է, այլ ոչ Արցախի հանրապետության հետ։ Սա թերևս հարցի միայն մեկ կողմն է։ Իրականում վերջին մի քանի ամիսներին ավելի հաճախ են հնչում տարածաշրջանում լարվածության ավելացման հայտարարությունները։ Վերջին անգամ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են ավելի քան 1 տարի առաջ Սոչիում։ Դրանից հետո հանդիպումներ եղել են, սակայն միայն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Վերջինը այս տարվա հունվարին էր, Փարիզում։ Այդ ընթացքում ադրբեջանական կողմից ռազմական սպառնալիքների պակաս չի եղել։ Տարածաշրջանում լարումը մեծացավ, երբ աշնան նախօրեին ազատ արձակվեց եւ ներում ստացավ հայ սպային կացնահարած ադրբեջանցին։ Դրանից հետո պատերազմի վերսկսման մասին կանխատեսումները սկսեցին առավել հաճախ շրջանառվել։
պետք է հարաբերությունները ավելի են վատացել, եթե տեղ ավելի վատանալի։ Վստահությունը, որը դարձեց թե տամած ուզում էր ձեռք բերվեր, ընդհանրապես ոչնչացավ։ Նավթը եւ գազը աշխարհի համար ունի ռազմավարական նշանակություն։ Երբ ռազմավարականից իջնի միջև տնտեսական նշանակություն, այդ ժամանակ մենք կդառնանք ոչ հետաքրքիր մեր տարածքը, կամ քիչ հետաքրքիր։ Եվ այդ ժամանակը իմ հաշվարկները ոչ պակաս է քան 10 տարի։ Պատերազմ չէ, բայց հարավկովկասյան տարածաշրջանը սպառազինությունների ակտիվ մրցավազքի փուլում է։ Ադրբեջանից հնչող ռազմական սպառնալիքը շարունակվում է նույն տեմպերով, բայց սահմանում տեղաշարժերի մասին նման հայտարարություն հնչում է առաջին անգամ։ Աննախադեպ բաները շատ հաճախ կարող են լինել, այսինքն զարգացումները, հակառակորդին հասկանալու, հակառակորդի գործողությունները կանխագուշակելու առումով իհարկե աննախադեպային լինի, ի վերջո զարգանում է, process-ը զարգանում ենք մենք, նաև զարգանում է հակառակորդը։ Ադրբեջանի զորավարժությունները կամ միջոցառումները, որ հիմնականում անցկացվում են նաև տեխնիկաներ, ունեն ընդգծված հարձակողական բնույթ, որ եւ դա մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ պետք է ավելի ուշադիր լինենք հակառակորդի բոլոր շարժերի նկատմամբ, ավելի զգոն տանենք մեր ծառայությունը։ Զգոն լինելն այս դեպքում կոնկրետ պատկեր ունի։ Վերջին 2-ից 3 տարվա ընթացքում հայկական զինուժի անցկացրած զորավարժությունները ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական բնույթ ունեն։ Գործնականում այն, ինչ այժմ կատարվում է սահմանային հատվածում, իրականում հեռու է պատերազմական լինելուց։ Մինչդեռ եթե այդ կուտակումները այնքան վտանգավոր լինեն, որ օրինակ սպառնան մեր անվտանգությանը, ապա համապատասխանաբար գործելու իրավունքը ՄԱԿ-ի միջազգային օրենսդրությունն է սահմանում։ Հայաստանը իրավունք ունի հարվածել այդ կուտակումների, որովհետև այդ հոդվածը 51-րդ հոդվածը շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր հոդված է, իդեպ պետք է ասեմ, սա իրավունք է տալիս այն պետությանը, որը ագրեսիայի ենթարկվել, ոչ միայն ագրեսիան հետ մղել, այլ զգուշացնելու, կանխելու եւ նախազգուշացնելու հարվածներ, նախազգուշացնող հարվածներ հասնել։ Այսինքն պատերազմը սպանել միջև պատերազմ ծնվելը։ Պարզ համեմատությունը այժմ վկայում է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սահմանային հատվածներում ավելի հանգիստ է։ Քաղաքագետի դիտարկմամբ անցյալ տարի սահմանին տեղի ունեցած դեպքերը կարելի էր նույնիսկ թեժ մարտի հետ համեմատել։ Մարտեր էր դնում սահմանում։ Ադրբեջանը այդ օրերին տվեց 47 զոհ, մենք կորցրեցինք 4 զինվոր, 1 Արցախում, 3 Հայաստանում։ Իհարկե պատասխանը արժանի էր 47 եւ 4, բայց այնուամենայնիվ դա մեր զինվորներն են եւ մեր ժողովուրդներն են եւ մենք պետք է հաստատանանք, որ հանուն քաղաքական ինչ որ նպատակների Ադրբեջանը միշտ պատրաստ է զոհաբերել թե իրեն զինվորներին, թե մերին։ Դրանի պատասխան ձեռնարկեցին մի շարք միջոցառումներ, որոնք փայլուն ավարտվեցին։ Հակառակորդ ինձ թվում է դասեր քաղեց դրանից եւ այլևս քիչ չի խոթում մեր գործերի մեջ, այսպես ասած, մեր սահմանների հետ փորձում է հերվից դիպուկարների օգնությամբ գործներ պատճառել։ Նաև սա է պատճառը, որ Արտակ Դավթյանը հատկապես սահմանամերձ շրջանների բնակչությանը կոչ է անում հանգիստ լինել, բայց եւ պահպանել անվտանգության կանոնները։ Գնդակը, որ կրակում է հակառակորդի կողմից, մեր զինվորը, զինծառայողը կանգնասահման չի կարող բռնել օդի մեջ։ Մենք համարժեք գործողություն լրացնում ենք տվյալ կրակակետը, ստիպում ենք լռեն, ստիպում ենք չկրակեն։ Սակայն պետք է որոշակի զգուշություն անպայման պահպանվեն, պետք է համագործակցեն զորամասի հրամանատարների հետ սահմանափակված սահմանի պահպանության։ Ի վերջո, սահմանի վրա թելադրողը եւ իրավիճակի տեր ու տիրականը հայկական զինված ուժերն են։ Սա հայկական մեծամտություն չէ, հիմքում հստակ վիճակագրություն ու օրինակներ են։ Հակառակորդի արկածախնդրությունը պատժելու անցյալ տարվա դեպքը եզակին չէ։ Սա Լեռնային Ղարաբաղում է, Լևոնարխ գյուղից 3.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հենակետը։ Շատերի հիշողությունից դեռ չի ջնջվել, թե ինչպես ադրբեջանցիները գրավել էին առաջնային հենակետերից մեկն ու փորձել առաջ շարժվել։ Սակայն հայկական զինուժի գործողությունները ստիպեցին հակառակորդին վերադառնալ նախկին դիրքերը, նաև զոհեր ու վիրավորներ թողնելով։ Մեր արխիվում պահպանվում է ադրբեջանական դիվերսիոն գործողությունները խափանած զինվորների մասին ոչ մեկ պատմություն։ 2010 թվականի սեպտեմբերին հակառակորդին հետ մղելու եւ դիվերսիոն հարձակումը կանխելու համար Արման Մանուկյանը արիության մեդալ էր ստանում Ջրաբերդի խրամատում։ Նրա գրեթե հասակակից Արտակ Ղաբուզյանը արիության մեդալի արժանացավ գրեթե նույն ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ հատվածում թշնամու սադրանքը կանխելու համար։ Երկու դեպքում էլ նախնական նպատակից միայն այսպիսի արդյունք էր ստացվել։
Բազմաթիվ այսպիսի պատմություններ էլ մնացել են կադրից դուրս։ Այս դեպքերն ամենևին էլ չեն նշանակում թմրել ունեցած հաջողությունների վրա եւ հանգիստ լինել։ Հակառակորդը մշտապես պատրաստվում է, այդ հավանականությունը միշտ կա եւ դրա կանխարգելման միակ երաշխավորը միայն ու միայն ՀՀ զինված ուժերն են։ Դժվար է ասել, թե ոչ պատերազմ, ոչ խաղաղություն նժարի հավասարակշռությունը երբ է թեքվում։ Հենց դա է պատճառը, որ հայկական զինուժի մարտունակություն ու զգոնությունը միշտ ամրապնդվում են։ Քրիստինա Լագուլյան, Էդվարդ Մինասյան, Հակոբ Կոլյան, Կիրակնորիա հորիզոն։